Հիմա տեսեք, լրիվ զուգահեռ է, լրիվ նույն տարբերակն է, Կոսովոն, որը Սերբիայի մասն էր, ալբանացիներով մեծ մասամբ բնակված, ինչ արեց ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի հետ միասին, ռմբակոծությունները ես չեմ մոռացել, Սերբիայի մայրաքաղաքը Բելգրադը, լուծեցին Կոսովոյի անկախության օգտին, լրիվ զուգահեռ է Ղարաբաղի հետ, բա ինչու այդ դեպքում, ես հարցը ցղում եմ ղափեկին, ովքեր ասում են Եվրոմիություն ԱՄՆ բարեկամը, ինչ բարեկամ, բա ինչու այդ դեպքում Ղարաբաղի տարբերակում հակառակ արեցին, այս հարցը ստահակ ղախպեկիներ, ովքեր լսվել են քաղաքական դաշտ, դաշնակների հետ եւ բոլորի հետ հանդերձ, ովքեր այսօր քաղաքական դաշտում են, բոլորը իրենց սեփական, իրենց անձնական քյարի համար կծախեն ձեզ թկածունեն ձեր վրա, անգամ մանդատի համար կծախեն ձեզ ամեն ինչն էլ, ղախպատաշիր Սամոյի նման, ստե ոչ միայն Նիկոլայ, եւ ես ասել եմ բացատրել եմ ինչու է այդպես ստացվել, մյուս հոլովակում էլ կասեմ, ինչու է այդպես ստացվում, որ քաղաքական դաշտը խողովված է ստահակ ղախպեկով, բայց հիմա այս հոլովակը մի հատ նայեք, հարցին, որ ես տալիս եմ, ինքս էլ պատասխանում եմ, նոր դրսից եմ գալիս, զբոսնում եմ, այստեղ հնարավորություն չկար, ձայնագրեցի, սա դիտեք, որ շարունակի։ Ես կամերան թեքեցի, որ ձայնս գրի, մի հատ հարց ունեմ տալու, որին ինքս էլ պատասխանելու եմ, բայց ուշադրի լսեք, հա, հայերին էլ է վերաբերվում, մի րոպե տենամ, հա։ Ուրեմն տեսեք, լրիվ նույն տարբերակն է, լրիվ զուգահեռներ կարելի է անցկացնել Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ, Կոսովոն էլ Սերբիայի մասն էր, Սերբիայի կազմում էր, բնակված մեծամասնությամբ ալբանացիներով եւ անջատվեց հետո պատերազմ, ինչ արեց ՆԱՏՕ-ն, Եվրոպան, Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները։ Ես հիշում եմ մինչեւ հիմա, այդ բելգրադցիներն են հիշում։ Այնպես էր ռմբակոծում Սերբիայի մայրաքաղաքը, Բելգրադը։ Հերոստացույցով ես այդ ժամանակ նայում եմ հերոստացույց, բոլոր այդ ռեպորտաժները։ Եվ արդյունքում Կոսովոն տրվեց ալբանացիներին, Սերբիայի նախագահին Միլոշևիչին սխալ հանեցին, տարան գահագրատ դատեցին, այնտեղ էլ վախճանվեցին։ Դե հիմա հարցնում եմ, ես գիտեք ու ովքեր ասում են Եվրոմիությունը, հայերի, հայաստանցիների, հայերի բարեկամն է, Միացյալ Նահանգները, առհա Եվրոմիությունը։ Բայց ինչի նույնը չարեց, եթե հայերի բարեկամ էր։ Ղարաբաղի հարցումը չի, Բաքուն չռմբակոծեց, ինչի այդ Ալիևին չձերբակալեցին եւ այլն տալեին դատեին։ Դե պատասխանեք, այլանդակներ, որովհետեւ ոչ մի բարեկամ էլ չի, հակառակը թշնամի է։ Նրանք ովքեր չեն ասում նույնը, դրանք էկանականները մի հատ ասեմ, ժողովուրդ, այլանդակները, ես հեսա երկրորդ պատասխաններ եմ տալու, մի րոպե։ Լավ, շարունակում եմ։ Դե պատասխանեք, ղախպի թույլ եք, պատասխանեք։ Ինչի Եվրոպան Միացյալ Նահանգների հետ չօգնեց հայերին, հայաստանցիներին։ Կոնկրետ լրիվ նույն տարբերակներ։ Ոչ, սրիկա ղախպեք, դուք էլ լավ գիտեք, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ի հետ հակառակը արեցին Ղարաբաղի դեպքում։ Ինքներդ լավ գիտեք, բայց դուք ծախու ղախպեք եք ձեր քյարի համար դուք եք ծառայում Հայաստանի, հայաստանցիների, ղարաբաղցիների, հայոց պետականությունների դեմ։ Նիկոլի հետ հանդերձ ղախպից ծնունդել, ով չի քաղաքական ասպարեզում, եթե դուրս այդը չի անպատվում Միացյալ Նահանգների դեմ չի Եվրոմիությունը, բոզի վաստակը։ Հիմա տեսեք, ինչքան բոզի վաստակներ կան բոլորը, ովքեր քաղաքական դաշտում են, այդ դեբիլ տաշիր Սամոյի հետ ներառյալ, բոլորը բոզի վաստակներ են։ Տեսել եք չասած են Ղարաբաղցիքին ձեր մայրիկը ֆակ են, որոնց սպատրախամի պրադալ է Նիկոլը, ծախեց, ոտից գլուց ծախեց, բոզի վաստակները այսօր Նիկոլ են ծառայում ձեր, բա հարց առաջանում, բերում համար պետականություն, որ այսքան ղախպի բալեք կա, ելում համար պետականությունը, եւ երկրորդ պատասխանը ստաց, կարծես թե իմիջայլոց, ես մի հատ բան եմ ասելու, սա հասկացողների համար է, այսքան ժամանակ էստեղ եմ, չէ, ստեղ Չեռնագորիա կոչվածում ալբանացիներ կան, որոնք ստեղի ալբանացիները նաև եկած Ալբանիայից։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ Կոսովոն, որը մի կողմը Սերբիան է, մյուս կողմը Ալբանիան է։ Այսքան ժամանակ ստեղ եմ, չէ՞։ Ուրեմն գիտեք, ինչ քանի անգամ է եղել, մոտս փող չի եղել, գնացել եմ Տեկարա 1 չէ, 2, որտեղ ալբանացիներին է, էլի ալբանացիները եկել բացել են։ Առանց փողի ինձ տվել են բուլկի, ասել են հետո կբերես ալբանացի։ Սա հասկացողների համար։